Տոնական թե սովորական մի օր հոբելյանական տրամադրության թե համազգային տագնապների խտացած մթնոլորտում ճանապարհը Ռոբերտ Էլիբեկյանին արվեստանոցից տանում է իր քաղաքի ստեղծագործական տարածքներ։ Հիմա հարազատ ու ոգեղեն միջավայրում է Մատենադարանում, որն ազգային ստեղծագործական սկզբի խորհրդանիշն է եւ որի նորակերտ շենքի պատերը զարդարում են վարպետի լավագույն կտավները՝ Արշիլ Գորկու հիշատակին, Արարատյան Աստվածամայրը եւ Նարեկացու Մատյանի մոտիվներով ստեղծած ողբը։ Սիրելի Երևանի շատ ու շատ մշակութային հատվածներ ձևավորում են այն սահմանագիծը, որը աշխարհը եւ մարդկանց բաժանում է երկու մեծ խմբերի՝ արարողների ու սպառողների։ Հայերից բնականon վիճակն ըստ Էլիբեկյանի արարելն է, նաեւ ռազմական փառքի արարումը։ Մենք այդ տարածաշրջանում ենք ապրում, որ միշտ ցնցումների մեջ ենք եղել, մեր պատմությունը այդպես է եղել, մենք դատապարտված ենք, բայց մենք պատվով դուրս ենք գալիս եւ շնորհիվ մեր բանակի եւ մեր զինվորներին ինչեր արեցին իրենք, որ մենք այսօր կանգնած այդ արևի լույսի տակ խոսում ենք իրենց մասին, փառք իրենց։ Այսօրվա Երևանն իր ստեղծագործական լիցքերով մշտապես գեղանկարչի մոտ զուգահեռվում է ազգային վերելքի շրջանի 60-ականների հետ, երբ ձևավորվեց ու հաղթական սկիզբ ունեցավ Էլիբեկյանների տաղանդաշատ Գերդաստանի կրտսեր զավակը։ Այդ ժամանակ իսկական տարերքի էր վերածվում հզորների գեղագիտությունը՝ Սարյան, Քոչար, Կալենց, գրականության մեջ Կոստան Զարյաններ, իսկ այլախոհության հայկական դրամատրությունները բարձրաձայնում էին Էդմոն Ավետյանն ու Լևոն Ներսիսյանը։ Իր հոգևոր եղբայրների հանդեպ կարոտախտով հանդերձ Էլիբեկյանը փաստում է՝ սերունդների գենետիկ կապը չի խզվել։ Անգնահատելի դեր կատարեցին այդ նոն-կոնֆորմիստական շարժումը Մինասից սկսած Սեյրան Խաթլամաջան, որ մեկին ասենք Արա Շիրազը, ավաղ շատերը չկան, բայց հիմա մենք մի նոր բանակ ունենք երիտասարդների, որը համալրում է։ Շատերը թյուր կարծիք ունեն, ասում են, առաջներում շատ լավ էր, ավելի ուժեղ են, ոչ, այսօր մենք ունենք հրաշալի սերունդ, որը մի 20-30 տարի հետո նույն բանը կասի որևէ մեկը իրենց մասին։ Արդեն 50 տարի Երևանը շռայլորեն հարստանում ու ոգեղեն կերպար է ստանում Էլիբեկյանի անկրկնելի արվեստով։ Նրա գեղանկարչությունը, բեմանկարչությունը եւ իհարկե նաեւ խեցեգործությունը զարդարում են քաղաքի ստեղծագործական միջավայրը։ Եվրոպայում, Կանադայում, Ամերիկայում, Ռուսաստանում եւ Միջին Արևելքում Էլիբեկյանի գեղանկարչական հրավառությունը տարիներ շարունակ նվաճել է ամենահեղինակավոր ցուցասրահներն ու գերել հազարավոր այլազգիների նուրբ ճաշակը։ Հիմա կեսդարյա հաղթարշավի փորձառությամբ փաստում է, չկա Հայաստանից կարևոր լսարան։ Ինձ համար շատ կարևորը իմ երկիրը, որ հարուստ լինի իմ նկարներով։ Մնացածը արդեն մի քանի հարյուրամյակներ կանցնեն, շտկումներ կլինեն։ Նկարչի 1966-ին բացված առաջին անհատականից 5 տասնամյակ անց նրա «Արտացոլումներ» խորագիրը կրող հետահայաց ցուցադրությունը էլիբեկյանական գեղանկարչական արտիստիզմի, կերպարային ու իմաստային մեծ խտությունների ու պատկեր տեսիլքների նոր ներդաշնակությունների կատարյալ ամբողջություն է։ Հեղինակն ու կտավները ձերբազատվում են փոխադարձ կապվածությունից ու դա վերածվում է մի նոր սկզբի։ Շատ տխուր է տեսնել արվեստանոցում նկարները, տարիներ իրենք բանտարկված, պատին հենած, այսօր իրենք ապրում են, խտացրած լինի, գիտեք ժամանակը, 50 տարվա աշխատանք հեշտ է ասել, բայց իրենք էլ զվարթ, հանգիստ իրենց տեղը քթել են պատերի վրա եւ ցուցասրահներում։ Պետք է ապրեն, իրենք պետք է իրենց կյանքով ապրեն։ Իր 75 տարիները Էլիբեկյանը բացարձակապես չի զգում։ Միշտ վստահ է եղել, որ ճշմարիտ արվեստագետը ժամանակից դուրս է ապրում։ Ամեն օր սիրո ու արարելու նոր լիցքեր է ստանում բացվող առավոտից, իր քաղաքից ու մարդկանցից, եւ հիմա էլ պահպանում է հավատարմությունը ապրելու իր բանաձևին։ Ստեղծագործելը իմ մասնակցությունն է կյանքին։ Նոնե Ալեքսանյան, Էդգար Դավթյան, Առաջին ալիք։